հիշում եմ, երբ Գյումրիում իրականացվեց գինոսեմական օրերի փառատոնը, երբ մասնակցում էին շատ բարի խմբեր, բոլորը ներկայացնում էին հայկական բար, յուրաքանչյուր խմբի տարած առանձնանում էր գույնով, նախշերով, բոլորը հայկական էին եւ բոլորը ունեին տարբեր երանգներ եւ այլն։ Միասնականության խորհուրդն էր նախ առաջինը, որովհետև մենք բոլորս կոպիտ մի մարդու երազանքի ու ամբողջ իր կյանքի աշխատանքի արդյունքն էինք ու այդ օրը բոլոր խմբերը փորձել էին տարազներով հանդես գալ ու դրված էր տարբեր տարածաշրջանի տարազներ, ինչպես որ դու նկատեցիր ու հետաքրքիրն է որ շրջանառության մեջ մտածի ասենք Կարնո տարածաշրջանի, որը նաև բնորոշ է Ալեքսանդրապոլին, Գյումրիին մի ցևն են օգտագործում ու կդորի մի գույնը, բայց լավ գիտես, որ մարդիկ ասենք ապրել են կենցաղում ու չի կարողացել այդ տարազը միշտ մի գույնի լինել ու ինքը այդ գույնի այդ կդորի տարբեր երանգներով գույներով էլ է կարվել ու օգտագործվել ու Կարնո տարածաշրջանի տարածը ինքի բազմազան, ինչպես որ մնացած բոլոր տարածաշրջանի ինքը ցևով իր խորհրդաբանությամբ, իր նշանակությունով նույնն է եղել, բայց ինքը կունային որոշակի դետալային փոփոխություններ է ունեցել ու շատ գործախմբերի կարելի ասել մեծամասնությունը այդ տարածաշրջանի տարածներ օգտագործում, բայց տարբեր ու նաև ժամանակակից բեմական լուծումներին համապատասխան չխախտելով ազգային տարածներին բնորոշող հատկությունները